Ժամանակը միայն ժամերի և րոպեների հոսքը չէ, այլև հնարավորությունների կախարդանքի հոսք, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը կարող է սուզվել և գտնել իր մարգարիտը։ Երբ մոլորակները սկսում են պարել երկնային ոլորտում, նրանց շարժումները կարծես մեզ շշնջում են փոփոխությունների, նոր հորիզոնների և ճակատագրի անսպասելի նվերների մասին։ Այս տարի 2025 թվականի հունիսի 10-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը Յուպիտերը բախտի ընդլայնման և հոգևոր աճի մոլորակը անցնում է Խեցգետնի նշանի մեջ, իր հետ բերելով բարգավաճման և հույսի ալիք։ Այս տարանցումը հատուկ ազդեցություն է խոստանում նրանց վրա, ովքեր պատրաստ են բացել իրենց սրտերը և հավատալ իրենց ուժերին։ Թող ձեզանից յուրաքանչյուրը զգա այս տիեզերական հոսքի ջերմությունը և գտնի իր անձնական ներդաշնակությունը դրանում։ Տարանցիկ մոգություն։ Յուպիտերը Խեցգետնի մեջ ներքին աճի և ընտանեկան փոփոխությունների ժամանակն է։ Յուպիտերի անցումը Խեցգետնի նշանի մեջ ոչ միայն աստղագիտական պահ է, այլ իրական իրադարձություն, որը մեր շրջապատող տարածությունը լցնում է յուրահատուկ լույսով։ Այս ժամանակահատվածում ընդարձակման և բախտի մոլորակը կկենտրոնանա ընտանեկան կյանքի հուզական անվտանգության և ընտանեկան կապերի թեմաների վրա։ Այս տարանցումը նման է հրավերի ամրապնդելու ձեր արմատները գտնելու ներքին խաղաղություն և հավատալու ընտանեկան կապերի ուժին։ Յուպիտերի ազդեցությունը Խեցգետնի մեջ օգնում է իրականացնել մեր ներդաշնակության և բարեկեցության երազանքները, իսկ մեր սրտերը լցվում են ջերմությամբ և սիրով։ Աստղային ճակատագրեր։ 4 նշան, որոնք կբացեն դուռը դեպի հաջողություն։ Այս շրջանի աստղագուշական հորիզոնները հատկապես պայծառ կլուսավորեն նրանց ճակատագրերը, ովքեր իրենց սրտերում կրում են հատուկ զգայունություն և ներդաշնակության ցանկություն։ Նրանց համար գալիս է մի ժամանակ, երբ բախտը կարծես իր ճանապարհն է փնտրում դեպի իրենց դռները։ Խեցգետիններ։ Ներքին լույսը, որը լուսավորում է ճանապարհը։ Այս նշանի ներկայացուցիչների համար Յուպիտերը Խեցգետնի մեջ ներքին ուժի իրական զարթոնք է։ Նրանց հուզական աշխարհը լցվում է նոր գույներով, և նրանց ինտուիցիան դառնում է հատկապես սուր։ Այս ժամանակահատվածում Խեցգետինները հնարավորություն ունեն ամրապնդելու ընտանեկան կապերը, գտնելու հոգեկան հանգստություն և իրականացնելու տան և սիրելիների հետ կապված վաղուց ծրագրված գաղափարները։ Բախտը նրանց կուղեկցի անշարժ գույքի, ընտանեկան գործերի և անձնական զարգացման հարցերում։ Ժամանակն է հավատալ ինքներդ ձեզ և կարևոր քայլեր ձեռնարկել ձեր երազանքների իրականացման ուղղությամբ։ Կարիճներ։ Էներգիայի պայթյուն և նոր հնարավորություններ։ Կարիճների համար այս տարանցումը նման է էներգիայի հզոր հոսքի, որը օգնում է ազատվել հին վախերից և կասկածներից։ Խեցգետնի մեջ Յուպիտերը կբացի դռներ նոր հուզական և նյութական հնարավորությունների համար։ Ժամանակն է ամրապնդել ընտանեկան կապերը, ինչպես նաև իրականացնել անշարժ գույքի կամ ընտանեկան բիզնեսի հետ կապված նախագծեր։ Ներքին կրակն ու ինտուիցիան կդառնան ձեր լավագույն դաշնակիցները, իսկ հաջողությունը կուղեկցի ձեր յուրաքանչյուր ձեռնարկմանը։ Մի վախեցեք բացել ձեր սիրտը և վստահել ձեր զգացմունքներին, այսպես կարող եք բարեկեցություն և ներդաշնակություն բերել ձեր կյանք։ Ձկներ։ Ժամանակն է հոգևոր և նյութական բարգավաճման։ Ձկների համար այս ժամանակահատվածը հնարավորություն է կապելու ներքին աշխարհը արտաքին տարածության հետ, գտնելու հավասարակշռություն և ներդաշնակություն։ Յուպիտերը Խեցգետնի մեջ կօգնի բացել նոր հորիզոններ անձնական աճի մեջ, ամրապնդել ընտանեկան կապերը և իրականացնել վաղուց պլանավորված գաղափարները։ Ժամանակն է ամրապնդել տունը, գտնել եկամտի նոր աղբյուրներ և հոգևոր զարգացում։ Ձեր զգայունությունն ու ինտուիցիան կլինեն հաջողության գրավականները, իսկ բախտը կուղեկցի ձեզ ամեն քայլափոխին։ Թող ձեր սիրտը բացվի նոր հնարավորությունների համար և ձեր հոգին լցվի լույսով ու ջերմությամբ։ Կույսեր։ Ժամանակն է գործնական նվաճումների և ընտանեկան ուրախությունների։ Կույսերի համար այս տարանցումը հնարավորություն է գտնելու ներքին խաղաղություն և իրականացնելու կյանքի կարևոր նպատակները։ Յուպիտերը Խեցգետնի մեջ կօգնի ամրապնդել ընտանեկան կապերը, ստեղծել տնային հարմարավետություն և գտնել ոգեշնչման նոր աղբյուրներ։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է վստահել ձեր ինտուիցիային և չվախենալ ցուցաբերել հոգատարություն ձեր սիրելիների նկատմամբ։ Բախտը ձեզ
հետ կլինի անշարժ գույքի, ֆինանսների և անձնական հարաբերությունների հարցում։ Սա այն ժամանակն է, երբ գործնականությունն ու ջերմությունը միավորվում են ներդաշնակության և բարեկեցության հասնելու համար։ Թող ամեն օրը բերի ուրախություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Կան էներգետիկ վամպիրների մի քանի տեսակ։ Ինչպես ճանաչել դրանց։ Աշխատանքի եք գալիս էներգիայով լի, բայց ճաշի ժամին ձեզ զգում եք լիմոնի պես ճզմված։ Մեղավորը կարող են լինել ոչ թե առաջադրանքների քանակը, այլ ձեր գործընկերները։ Ավելի ճիշտ էներգետիկ վամպիրները։ Այս մարդիկ սև վերարկուներ չեն կրում և արևից չեն թաքնվում, բայց նրանք կարող են բառացիորեն մեզանից կլանել ողջ կենսական ուժը։ Ֆանտաստիկ է հնչում։ Իրականում սա իսկական հոգեբանական երևույթ է, հուզական վարակ։ Մենք անգիտակցաբար կարդում ենք ուրիշների տրամադրությունն ու վարքագիծը, և եթե կողքիդ կա հավերժ, դժգոհ կամ դրամատիկ մարդ, ձեր էներգիան անհետանում է։ Եվ հիշեք, դուք պարտավոր չեք լինել մարդկոց ուրիշների համար։ Հոգ տարեք ձեր էներգիայի մասին նույն խնամքով, ինչպես որ հոգ եք տանում ձեր օծանելիքի կամ շրթներկի մասին, որովհետև երբ լի եք էներգիայով, փայլում եք, և ոչ մի վամպիր չի կարող դիմակայել ձեր կողքին։ Մշտական բողոքող, երկրի տարերկ։ Սիրելի արտահայտությունը, դե իհարկե ամեն ինչ, ինչպես միշտ, մեկ տեղում է։ Այս գործընկերները բողոքում են ամեն ինչից։ Նա վստահ է, որ ամեն ինչ վատ է և միայն ավելի վատ է դառնալու։ Նրանց էներգիան խրված է գետնին, բայց ոչ թե վստահության և կայունության, այլ առօրյա բացասականության տեսքով։ Ինչպես հաղթահարել։ Խուսափեք երկար զրույցներից, խոսեք կարճ և կոնկրետ։ Եթե կարող եք, առաջարկեք լուծում և դադարեցրեք երկխոսությունը, իսկ վերականգնվելու համար զբոսնեք այգում, լավ սնվեք և թույլ տվեք ինքներդ ձեզ մի փոքր հանգստանալ։ Դրամայի մագնիս, օդի տարերկ։ Սիրելի արտահայտությունը, դու պատկերացում անգամ չունես, թե այսօր ինչ է պատահել։ Ցանկացած իրադարձության ողբերգության պատճառ է։ Թափվեց սուրճը, դա համատիեզերական անարդարության նշան է։ Վերջնաժամկետի բաց թողում։ Մենք ամբողջ օրը խոսում ենք դրա մասին։ Նման մարդիկ ոչինչից փոթորիկ են ստեղծում։ Ինչպես հաղթահարել։ Հավատարիմ մնացեք փաստերին և մի ընկղմվեք նրանց սցենարների մեջ։ Քրոնիկ ընդհատող, կրակի տարերկ։ Սիրելի արտահայտությունը, լսիր, ես մի գաղափար ունեմ, թույլ տուր մի վայրկյան ընդհատեմ քեզ։ Նրանք բարձր են խոսում, շատ են խոսում և միշտ ընդհատում են։ Նրանց հետ շփվելուց հետո դուք զգում եք, որ ոչ ոք ձեզ չի լսում։ Սա տիպիկ էներգիայի որս է, որը հիմնված է կրակի հավասարակշռության խախտման վրա։ Ինչպես հաղթահարել։ Մի փորձեք նրանցից ավելի բարձր խոսել։ Դա միայն յուղ կլցնի կրակի վրա։ Մնացեք հանգիստ և հեռացեք կոնֆլիկտից։ Պահպանեք ձեր կրակի էներգիան։ Կարող եք գնալ ակտիվ մարզումների, պարել կամ պարզապես կարմիր մոմ վառել և կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա։ Հավերժական զոհ, ջրի տարերկ։ Սիրելի արտահայտությունը, ինձ նորից փաստի առաջ կանգնեցրին։ Նրանց բոլորը նեղացնում են և նրանք միշտ տառապում են։ Նրանք թվում են անմեղ, բայց իրականում մանիպուլյացիաներ են անում ձեր կարեկցանքով և խլում են ձեր էներգիան, փոխարենը ոչինչ չտալով։ Ինչպես հաղթահարել։ Մի խառնվեք ուրիշների դրամաներին։ Հանգիստ հեռացեք, նույնիսկ եթե մեղավորություն եք զգում։ Վերականգնեք ձեզ ջրով, ցնցող կամ լոգակ ընդունեք, մինի սպա ընդունեք կամ պարզապես լուռ պառկեք պատուհանի մոտ։